Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվայրադարձությունները նախամարում։ Անկախության հռչակագրի տրամաբանությամբ Հայաստանը պետք է ունենա սուպեր հովանավոր, որը կօգնի գոյատևել տարածաշրջանում։ Հանրային հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է վարչապետը։ Նա անդրադարձել է նաև խաղաղության գործընթացին ու այլ հարցերի։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։ Դատարանը այսպես կոչված Ստեփանակերտի Պարետ Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ 2025 թվականից ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության հերթական խստացումները, ինչ է սպասվում հայ միգրանտներին հաջորդ տարի։ Բեյրութի կենտրոնական շենքի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորներին 63-ի։ Փրկարարները դեռ շարունակում են փլատակներից մարդկանց դուրս բերել օրվա միջազգային լրահոսը։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը տոնում է իր 30-ամյակը, կենտրոնը Հոբելյանական օրվան նվիրված գիտաժողով է անցկացրել, որին մասնակցել են 500 մասնագետներ թե Հայաստանից, թե արտերկրից։ Կայացել է UEFA-ի ազգերի լիգայի փլեյ-օֆի վիճակահանությունը, Երևանի մարզամերկային համալիրում էլ ավարտվել է ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը։ Հայաստանը նվաճել է 14 մեդալ, օրվա մարզական անցուդարձը։ Անկախության հռչակագրի տրամաբանությամբ Հայաստանը պետք է ունենար սուպեր հովանավոր, որը կօգնի գոյատևել տարածաշրջանում։ Հանրային հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է վարչապետը։ Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև խաղաղության գործընթացին, Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին, նախորդ շաբաթ ազգային ժողովում արած ուշագրավ հայտարարությանը։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններում երբևէ չենք քննարկել և օրակարգում չենք ներառել Ադրբեջանի սահմանադրության հնարավոր փոփոխության հարցը, իսկ պաշտոնական Բաքուն Հայաստանի մայրօրենքի փոփոխություն է պահանջում, հայտարարել է վարչապետը անդրադառնալով խաղաղության գործընթացին։ Բաքվի պնդմամբ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ կա, հղում է արվում մայրօրենքի նախաբանին, ինչն էլ իր հերթին անկախության հռչակագրին, որտեղ ամրագրված է 1988 թվականի որոշումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Սրա մեր արձագանքը։ Նախ մինչև մեր քաղաքական արձագանքը մեծ հաշվով այդքան կարևոր չէ, որովհետև այս ընթացքում տեղի ունեցել իրադարձություն սահմանադրական դատարանն է հարցին անդրադարձել, իհարկե սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման համատեքստում։ Այս սահմանադրական դատարանը ըստ էության ինչ է ասել է, որ սահմանադրության մեջ ըստ էության սահմանադրական ուժ ունենային դրույթները անկախության հռչակագրի, որոնք բառացիորեն արտահայտված են սահմանադրության հոդվածների մեջ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Ադրբեջանը կամ մտավախություններ ունի, կամ էլ խաղաղության գործընթացը միտումնավոր տանում է փակուղի։ Հաշվի առնելով բանակցություններում արկա որոշակի առաջընթացը, մենք չենք ուզում առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե Ադրբեջանը հատուկ փակուղի է մտցնում։ Դրա համար մենք ինչ ենք անում, մենք հետևականորեն փաստարկներով փորձում ենք այդ մտավախությունը փարատել։ Հիմա փաստարկ մեկը ես արդեն հնչեցրի։ Երկրորդ փաստարկը հետևյալն է, որ մենք տեսնում ենք եւ մենք էլ մտահոգություններ ունենք եւ ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես ես խորհրդարանական վերջին հարցու պատասխանի ընթացքում մանրամասն շարադրել եմ, հիմա չծանրաբեռնեմ։ Այստեղ հարց, բայց դեպքում ինչի մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունների հարց։ Երկու պատճառով, որովհետև առաջին դա կնշանակեր իրոք խաղաղության գործընթացը մտցնել փակուղի, եւ երկրորդը խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում, արդեն իսկ համաձայնեցված մասում մենք ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Երևանն ու Բաքուն կարող են հրաժարվել միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից եւ նոր հայցեր չներկայացնել, ընդգծել է վարչապետը։ Բայց քանի դեռ խաղաղության չեն հասել կողմերը, շարունակում են հավելումներ անել նախկինում ներկայացրած հայցերին։ Իմ մոտեցումը հետեւյալն է. եթե մենք տեսնում ենք, որ մենք իրական ռեալ հասնում ենք խաղաղության եւ հաստատում ենք խաղաղություն, այսինքն կնքում ենք պայմանագիր,
Ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքին շնորհակալ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետքա չներկայացնենք եւ հրաժարվենք հայցերից փոխադարձաբար։ Ինչ վերաբերում է եւ ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք եւ հույս ունենալ, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լուծում չստացած մյուս հարցը վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված Եվրոպական միության դիտորդներին։ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է արդեն սահմանազատված հատվածներից դուրս բերել դիտորդներին։ Իսկ այն հատվածներում, որտեղ գործընթացը չի իրականացվել, վարչապետի խոսքով առաքելությունը կշարունակի գործունեությունը։ Իսկ որ փուլ է թևակողել սահմանազատման գործընթացը։ Հայաստանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը այժմ զբաղված է Բաքվում ընթացող COP29-ի անցկացմամբ։ Համաժողովի ավարտից հետո սահմանազատման հանձնաժողովները կրկին հանդիպում կունենան եւ կորոշեն, որ հատվածից շարունակել սահմանի զատումը։ Փաշինյանը անդրադարձել է նաեւ վերջերս ազգային ժողովում արած այն հայտարարությանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է լինի ռազմավարական գործարք։ Ռազմավարական գործարքը հետեւյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո սոցիալ-հոգեբանական եւ բոլոր մակարդակներում ընդունեն, որ խորհրդային Ադրբեջանը իր տարածքով անկախ Ադրբեջանն է, խորհրդային Հայաստանը իր տարածքով անկախ Հայաստանն է, պետքա ֆիքսեն այս իրականությունը եւ քաղաքական առումով, քաղաքական եւ մի շարք մեզ հայտնի առումներով հանգիստ թողեն իրար, չքչփորեն իրար, ժողովրդական լեզվով ասած չբզբզան իրար, սկսեն կամած կոմունիկացիաների բացումով, կամած տնտեսական կապեր հաստատել։ Իսկ ինչ նկատի ուներ վարչապետը հայտարարելով հետևյալը. անկախության հռչակագիրը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Փաշինյանի խոսքով անկախության հռչակագրի տրամաբանությունը ենթադրում է հարևան երկրների հետ երկար եւ խոր կոնֆլիկտներ։ Ոնց ենք մենք ստեղ ասում ենք պետություն ենք ստեղծում ու ամեն կողմ պատտվում ենք սենց ենք անում։ Հաջորդ տրամաբանությունը Այնա, որ մենք այս միջավայրում այս հարաբերություն ունենալով, հիմա ոնց պետք է մենք դիմանանք այս միջավայրում, այս պայմաններում։ Դրա համար մեզ պետք է սուպեր հովանավոր։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե մենք չենք կարողանում պայմանավորվել մեր միջավայրի հետ համակեցության եւ գոյակցության մասին, հաջորդ որն է, որ պետք է ապահովի մեր այսպես թե այնպես լինելիությունը, դա սուպեր հովանավոր ունենալու մասին է, որի բռունցքը ավելի մեծ է եւ ինքը իբր մեր թիկունքին կանգնում է եւ ինքն է մեր տեղը սենց անում բոլորին։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը, նաև ճիշտ կազմակերպել զինվորական հերթապահությունը։ Նա նաև նշել է, թե պետք է հատուկ ուշադրություն դարձնել ստորաբաժանումների ձմեռային մարզմանը բարդ կլիմայական պայմաններում։ Ադրբեջանի հյուրընկալած ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը պաշտոնապես ավարտվել է, Բաքվում ապա մոնտաժում են հավաքի ենթակառուցվածքները։ Սակայն COP29-ի վերջնական գործարքը դեռ չկա, հավաքը նախագահող Ադրբեջանի իշխանությունը երեկ ներկայացրել է համաձայնագիր եւս մեկ նախագիծ, ըստ որի հարուստ երկրները պետք է տարեկան 250 միլիարդ դոլար տրամադրեն աղքատ երկրներին մինչև 2035 թվականը կլիմայի փոփոխությունների դրա հետևանքների դեմ պայքարի համար։ Այն համաժողովի մասնակիցները կտրականապես մերժել են։ Բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին կհրապարակվի համաձայնագրի վերջնական տարբերակը։ Տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կիլոմետր խորությամբ 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-ից 6 բալ։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում 3-ից 4 բալ ուժգնությամբ։ Եվ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմարյանի հետ։
Բարի երկու, պարոն Խզմալյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն, պարոն։ Պարոն Խզմալյան, միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ շաբաթը հագեցած էր հիմնականում Ադրբեջանում տեղի ունեցող COP29 շրջանակներում համաժողովով եւ դրանից էլ կսկսենք։ Մի քանի ժամից, 1 օրից ավարտվում է COP29-ը, կցանկանայի ձեր մեկնաբանությունը լսել այդ մասով, ինչպիսին էր կազմակերպված միջոցառումը, ինչ ձեռքբերումներ ունեցավ աշխարհը COP-ի հետ կապված, որոնք էին դրա բացթողումները եւ արդյոք ճիշտ էր կամ սխալ մեր գնալ չգնալը այս մասով, քանի որ մի փոքր հարցը բացեմ, այսպես եթե թույլ կտաք, COP-ի շրջանակներում կարծես կլիմայի փոփոխության մասով որևէ բան չխոսվեց, այլ Ադրբեջանը փորձեց հակահայկական PR քարոզչություն իրականացնել, որքանով դա ստացվեց նրանց մոտ։ COP-ի անցկացումը Ադրբեջանում որպես փաստ արդեն առաջացրել էր կոնֆլիկտ եւ այդ կոնֆլիկտը արտացոլեց միջազգային ատյանների ճգնաժամը, որովհետեւ իրենք փաստորեն ստեղծվել են հիմնականում 20-րդ դարի իրականությունը արտացոլելու համար 91 թվականից սովետական ճամբարի փլուզումից հետո այդ իրավիճակը սկսվեց փոխվել եւ վերջին զարգացումները հատկապես ամռանը Եվրոպայի կտրուկ աճակողմյան աճը այդ շարժումների մի կողմից, մյուս կողմից Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ընտրությունները դարձրեցին այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք արդեն փաստորեն ամիսներ ու տարիներ շարունակ կուտակվում էին, այդ հակասությունները դարձան ակնհայտ բոլորին։ Ես հիշեցնեմ ընդամենը մի քանի բան, օրինակ այն, որ միջազգային դատարանը գործող ղեկավարներին Պուտինին, Նաթանյահուին հայտարարում է միջազգային հետախուզման եւ ձերբակալման առարկա, այդ ամենը առաջացնում է նոր իրավիճակ, որը լուծումներ դեռ չի գտել եւ COP-ը Ադրբեջանում փաստորեն փայլուն օրինակ էր նրա, թե ինչպես հին գինին լցնում են նոր տուկի մեջ եւ այդ տուկը չի դիմանում։ Այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ կլիմայական որևէ անգամ քննարկում լուրջ չեղավ։ Ինչու՞, որովհետև փաստորեն Ադրբեջանը ուներ մեկ նպատակ՝ լեգիտիմացնել իր գոյությունը։ Այո, փաստորեն այո։ Ես 1-2 օր առաջ հանդիպել էի այնտեղից եկած Բաքվից եկած Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության մի մասի հետ եւ նրանք սարսափով էին պատմում, ինչ հյուսիսային կորեական ռեժիմի այնտեղ, հետո ասում էին, բայց սա է իրականությունը եւ մենք տեսնում ենք, որ այո, եւս մի օրինակ, երբ Եվրոպայում էլ է այդ պառակտումը, մի կողմից աշխարհը փաստորեն լեգիտիմացրեց Ադրբեջանի իրավունքը կատարվածից հետո, իսկ դա ցեղասպանություն էր 2023 թվականին, ասենք ճիշտ։ Մի կողմից դա Ադրբեջանի հաղթանակն էր, մինչև COP-ը դա այդպես էր թվում։ COP-ը ցույց տվեց, որ այդպես չէ, եւ փաստորեն Միացյալ Նահանգների պատվիրակությունը փաստորեն ամենակարևորը այնտեղ ուղղակի հետապնդում էին նրանց։ Այո, բայց դա պայթեցրեց այդ լեգիտիմությունը, որովհետեւ Միացյալ Նահանգներին որևէ մի երկիր, առավել եւս Ադրբեջան, հակադրվել չի կարող։ Նույնը արեցին ֆրանսիացիները իրենց չգալով, թեև սկզբից նախատեսված էր, որ գոնե բնապահպանական նախարարը։ Այո, չգնաց։ Ամենահետաքրքիրն էր այն, որ Հայաստանից իսկապես ցանկանում էին գնալ, բայց չգնացին, չստացվեց մի քանի պատճառով։ Հիմնական պատճառն այն էր, որ Ալիևը համարեց, որ այլևս պարտադրված չէ կատարել այն խոստումները, որ արել էր Բայդենի վարչակազմին, խոսքը հիմնականում գնում է մեր գերիների բացթողման, ռազմագերիների նախ եւ առաջ։ Երկրորդն այն էր, որ ես անկեղծ ասած համարում եմ, որ խայտարակ սխալ կլինի Հայաստանի կողմից գնալը եւ որ Հայաստանը այստեղ պետք է հետևեր Ֆրանսիայի օրինակին, փաստորեն այդպես ստացվեց, թեև ակամա։ Հիմա ամփոփելով ասենք, որ կամա թե ակամա COP-ը եղավ, բայց Ադրբեջանի սպասելիքները չարտարացան, այսինքն լեգիտիմացնել իր ճակերտավոր հաղթանակը չստացվեց, որովհետև գլխավոր դերակատարները Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները դա չընդունեցին։ Իրենք հատուկ օգտագործեցին այդ առիթը, փաստորեն շատ կոշտ հակամարտությունը քաղաքակրթական բերել Բաքու եւ Բաքվին չհաջողվեց
քաղել այն, ինչ հույս ուներ Բաքուն։ Հայաստանը ընդունեց սպասողական, կրավորական դիրք, ինչը երբեք լավ չէ, բայց տվյալ դեպքում դա ավելի լավ էր, քան գնալը եւ խայտարակվել տեղում։ Տեսեք, Ադրբեջանը, որքան էլ դուք նշում եք Արմենիան, մեր գործընկերները նշում են, որ տապալում էր եւ այլն, Ադրբեջանը բառացիորեն 3 Ադրբեջանի փոխնախագահ հայտնի տիկինը Մեհրիբա Ալիևան իր դստեր հետ, որը նաև հանդիսանում է Հեյդար Ալիև հիմնադրամի, այնտեղ շատ մեծ կեղտոտ փողեր են լվացվում, բոլորը շատ լավ տեղյակ ենք, կազմակերպեցին կանաչ գոտում, այնտեղ կանաչ գոտի հատված կա, կազմակերպեցին մի միջոցառում, որը կոչվում էր Ադրբեջանական Երևան։ Եվ ինչ էին ուզում դրանով ասել, երբ այն դեպքում, որ նշում են, որ Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ ունի, եւ ճիշտ հակառակն անում են իրենք։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Իրականում դա շատ լավ է, որովհետև ինչպես ասում էր Նապոլեոնը, պետք չէ խանգարել ձեր հակառակորդին, երբ նա սխալներ է կատարում։ Սա ցույց է տալիս Ադրբեջանի շարունակվող ծավալապաշտությունը, մեղմ ասենք այսպես, ագրեսիվությունը, եւ դա արդեն չի աշխատում, որովհետև աշխարհը կարող էր ընդունել բաժանումը ազգային, ինչպես օրինակ հիմա առաջարկում են Պաղեստինի եւ Իսրայելի միջև, բայց այստեղ կան մի քանի հանգամանքներ։ Առաջինը դեռևս խորհրդային, Ստալինյան խորհրդային միությունում հայերը Արցախում ունեին ինքնավարություն, եւ մենք երբեք չենք կարող հաշտվել, որ միջազգային ժողովրդավարական ատյանները առաջարկեն հայերին ավելի ցածր կարգավիճակ, քան նրանք ունեն Ստալինի օրոք։ Ես վաղուց եմ առաջարկում այդ փաստարկը օգտագործել, մեր դիվանագիտությունը անհաղորդ է դրան, բայց ուշ թե շուտ մենք դա էլ կասենք։ Այն որ պատերազմից հետո, Արցախի պատրիացիդից, հայրենազրկումից հետո Ադրբեջանը դեռևս նկատումներ է ցուցաբերում Երևանի վերաբերյալ, դա իրականում շատ լավ է, որովհետև դա այդքան անհեթեթ է, որ արդեն ծիծաղելի է փաստորեն, եւ եթե իրենք դա անում են, իրենք միշտ Ալիևի քաղաքականությունը, հոգեբանությունը այն էր, որ եկեք պահանջենք ավելին, որ ստանանք գոնը կեսը։ Այս դեպքում այդ ավելին չափազանց էր, որովհետև սա կրկնում եմ ծիծաղելի է եւ նողկանք է առաջացնում միջազգային ատյաներում, դա չեն էլ թաքցնում, ինչու, որովհետև այո, Երևանում կային թաթարներ, ադրբեջանցիներ, ինչպես հիմա են իրենք անվանում, Բաքվում կային հայեր։ Փոխանակումը տեղի ունեցավ անհավասար պայմաններով։ Հայերի բռնագաղթումը Բաքվից եւ Սումգայիթից ցեղասպանական էր, ադրբեջանցիներին ոչ։ Բացի դա իրենք փորձում են համեմատել հայերի, Բաքվի հայերի եւ Երևանի ադրբեջանցիների տեղափոխումը կամ փոխատեղումը ավելի ճիշտ, որպես հակակշիռ Արցախին, եւ դա մեծագույն սխալ է հենց այն պատճառով, որ ես ասեցի Արցախը ուներ ինքնավարություն եւ կունենա այդ ինքնավարությունը, ուշ թե շուտ մենք դրան կհասնենք, այդպես որ իրենք համեմատում են անհամեմատելին եւ Հայաստանի դիվանագիտության մեծ սխալն է, որ իրենք հենց դա չեն ընդգծում, բայց մենք դա ուշ թե շուտ կանենք։ Տեսեք, դուք նշեցիք ու իսկապես այդպես էր, բոլոր գլխավոր դերակատար երկրները առաջին դեմքով չէին մասնակցում կոպին, դատապարտում էին, այնտեղ շատ կեղտոտ արարքների ականատես եղան, բայց շատ զարմանալիորեն Տիկին Զախարովան, հայտնի տիկինը կրկին, ասաց, որ անցել է փայլուն, փառահեղ արդյունք է արձանագրել եւ միջազգային ստանդարտներին համապատասխան Բաքուն մեկ քայլ առաջ է գալիս միջազգային հանրությունում։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, ես հիշեցի, լսելով Տիկին Զախարովան, որ Հյուսիսային Կորեայում ընդունված է, որ Հյուսիսային Կորեան աշխարհի ֆուտբոլային չեմպիոն է, որովհետև կարծեմ մեկ առաջնություն առաջ Հյուսիսային Կորեան մասնակցում էր մրցաշարի, պարտվեց բոլոր խաղերում, բայց Հյուսիսային Կորեայում մոնտաժեցին եւ սարքեցին Հյուսիսային Կորեան չեմպիոն աշխարհի։ Ռուսաստանը հիմա մոտենում է ընդհուպ դրան եւ պատահական չէ, որ իրենք Հյուսիսային Կորեայի հետ ռազմական գործակցություն են։ Ռուսաստանի տեսակետից ամեն ինչ փայլուն է, իրենք աշխարհի չեմպիոն են, իրենք զարգանում են, բուրը իրենք 150 միլիոն են, իրականում իրենք պարզվեց վերջերս 92 միլիոն են ընդհանրապես, իրենք 3 օրում Կիևը վերցնում են արդեն 1000 օր, իրենք կորցրեցին բոլոր շուկաները Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանը դանդաղ, բայց անխուսափելիորեն տապալման ճանապարհին է գտնվում եւ այս առումով իհարկե Ադրբեջանի նման սխալը Մոսկվայի տեսակետից շատ
լավ նորություն է, որովհետև դա կապում է Ադրբեջանը Ռուսաստանի հետ։ Ալիևի գլխավոր սխալը այն էր, որ նա կորցրեց ճիշտ պահը, երբ որ պետք էր փոխվել Պուտինից եւ օգտագործելով որոշ հնարավորությունները ֆոն դեր Լայենի, Իտալիայի հետ իր որոշ գործարքները ասել, որ ես ազատագրվեցի Ռուսաստանից եւ հակահայկական իմ գործողությունները իրականում հակառուսական են։ Նա ուներ այդ ֆանտաստիկ շանսը եւ ես ամենից շատ վախենում եմ, որ նա դա կօգտագործի։ Բայց բարեբախտաբար նա դա չարեց եւ հիմա նա գտնվում է ռուսական ծիրում, հետեւաբար նա կկիսի Պուտինի ճակատագիրը բոլոր հետևանքներով։ Հետևաբար Տիկին Զախարովայի հայտարարությունները լրիվ իրական են եւ համապատասխանում եւ շատ ողջունելի են, այո։ Շատ լավ, նաեւ շատ կարեւոր մի իրադարձություն տեղի ունեցավ Լյուքսեմբուրգի падգամավորների պալատը բանաձև ընդունեց դատապարտող Ադրբեջանում կոպում տեղի ունեցող բոլոր զեղծարարությունները, լրագրողների ձերբակալություններ, մարդու իրավունքների տոտալ խախտումներ, պրեսինգներ եւ այլն, նաեւ հայերի վերադարձի մասով, գերիների մասով։ Ինչ են տալու այս բանաձևերը։ Ինչ են այս բանաձևերը իրենցից ենթադրում։ Շատ կարեւոր է միանգամից ասել, որ Լյուքսեմբուրգը ոչ առաջինն է, ոչ վերջինը, ընդհանրապես կա տենց հասկացություն Բենելյուքս երկրները, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ այդ երկրները, ինչպես նաև Շվեյցարիան, որը Եվրամիության անդամ չէ, բայց կարծեմ առաջիններից Շվեյցարիան էր շատ հստակ բանաձև, շատ կոշտ ընդունել, ինչպես նաև Ֆրանսիան, այսինքն մենք ունենք կենտրոնական Եվրոպայի արդեն մի զանգված պետություններ, շատ ազդեցիկ, ոչ միայն Եվրամիության անդամներ, կրկնում եմ, դրանք են Ֆրանսիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, իմիջիայլոց Ֆրանսիայի հետ միասին, Ալիևը գրոհում էր նաև Նիդերլանդներին եւ դա էլ է շատ լավ, մեզ համար շատ լավ է։ Այդպես որ այո, ձևավորվում է կոնսենսուս, իհարկե կան հակառակ թևնել Հունգարիան, Սլովակիան, մենք հիմա պետք է պայքարենք, որ ոչ մի դեպքում Իտալիան չընկնի եւ մենք հիմա կոնկրետ եվրոպական կուսակցությունը մեծ ջանքեր է գործարում, իմ զարմացեք նման բաներ կարելի է անել նաև անհատական եւ շատ փոքր մակարդակով, շնորհակալություն։ Չէ, դա մեր երկիրն է, մեր հայրենիքն է, դա իմ ընտանիքն է, դա այն չէ, որ ես ինչ որ վատ է, որ մենք պետության դերակատարում ենք անում երբեմն, դա լավ չէ, բայց այդ պարտիզանական գործողությունները նույնպես կարևոր են, այդպես որ մենք Իտալիան անպայման հետ կքաշենք եւ որտեղ Իտալիան գործակցություն, ռազմական գործակցության փաստաթղթեր են ստորագրել վերջինս էլ ինչ որ ցուցադրել։ Բայց մեզ մոտ չնկատեցին, որ 39 падգամավոր մոտ 2 շաբաթ առաջ հատուկ բանաձև ընդունեցին, որ անբարոյական են համարում եւ քաղաքական մեծ սխալ են կատարում ներդեցում Ադրբեջանի հետ։ Մենք անգամ շնորհակալական նամակ չուղեցինք կառավարության մակարդակով եւ ես այստեղ գտնում եմ, որ անձնական շնորհակալությունը սխալ կլիներ, ես փորձում եմ հասնել դրան, որ դա նկատվի Հայաստանում եւ Հայաստանը արձագանքի, իտալացիք զարմացած են, որ Հայաստանի պաշտոնյաները անհաղորդ են Իտալիայում տեղի ունեցող Հայաստան-Ադրբեջան այդ հակասությանը եւ Վատիկանում իմիջիայլոց եւ Բունհռոմում, դա կարեւոր շատ կետ է։ Եվ վերջին հարցը ամփոփենք, եթերային ժամանակը սպառվում է, սպասենք մինչև տարվա վերջ խաղաղության այդքան սպասված փաստաթղթին, թե ոչ։ Իհարկե ոչ, գիտեք ինչ, փաստաթուղթ արդեն պարզ է, որ կոպում Ալիևը մի պահ սխալվեց իրեն թված, նա սխալ գնահատեց իրավիճակը եւ նա ցանկություն չուներ երբեք եւ Պուտինը երբեք թույլ չէր տա, եթե դա միայն Պուտինից կախված լիներ, խաղաղության փաստաթուղթ չի լինի, բայց փաստաթուղթը որևէ նշանակություն չունի։ Նշանակություն ունի ուղղակի այն, որ խաղաղությունը թղթով չէ, այլ ուժով է ամրապնդվում եւ Հայաստանի համար ուժը դա ոչ այնքան զենքի կամ ամրոցների ձեռքբերումն է, ոչ, դա ճիշտ քաղաքական դաշնակիցների, այո, եւ ճիշտ ռազմաքաղաքական դաշինքում հայտնվելը եւ վերջի հայտարարությունը Փաշինյանի երեկվա հայտարարությունները, որ դե մենք միշտ էլ դեպի Եվրոպա ենք գնում, ինձ ուրախացրեցին։ Միշտ չէ որ նա գնում էր դեպի Եվրոպա, բայց եթե նա ճիշտ գնահատական տվեց եւ ճիշտ եզրակացություն արեց, ուրեմն միայն ուրախանալ կարելի է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Խիսմալյան։
Շարունակում ենք թողարկումը, դատարանը Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար եւ դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Մեղադրանքը վերաբերում է 44-օրյա պատերազմի օրերից մինչև Արցախի հայաթափման շրջանին, որից հետո Գալստյանն ու կինը եւս կես տարի մնացել էին Ստեփանակերտում, ապա որոշել տեղափոխվել։ Նշենք, որ խոսքն այն անձի մասին է, որն այդ ընթացքում պատտվող տեղեկությունների համաձայն Ադրբեջանի կողմից իբրև նշանակվել էր Ստեփանակերտի պարետ։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Մոսկվայի քաղաքապետարանը դիմել է արբիտրաժային դատարան պահանջելով սրանք ճանաչել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն, ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին պատկանող Zemcom Invest ընկերությունը, որը սեպտեմբերի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանին պարտք է 2,65,000 ռուբլի հողի վարձակալության համար։ Դատարանի հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 12-ին, նախորդ տարիներին եւս Մոսկվայի քաղաքապետարանը պարտքի պահանջի նմանատիպ հայցերով այս նույն ընկերության դեմ դիմել է արբիտրաժային դատարան եւ հիմնականում հաղթել դատերը։ Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչներն առգրավել են պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսը դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար։ Հիշեցնենք, Հովիկ Աղազարյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով։ Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ինչ-որ մարդիկ 2 անգամ դիմել են իրեն Հովիկ Աղազարյանի որդու հարցով։ 12 անշարժ գույք բնակարաններ ու հողամասեր, 1 հիդրոէլեկտրակայան, օրինական եկամուտներով չհիմնավորվող միջոցներ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գեներալ Ստեփան Գալստյանից եւ ընտանիքի անդամներից 906 միլիոն դրամ բռնագանձելու դատախազության պահանջը։ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալն անցնում է նաեւ Դավիթ Տոնոյանի գործով, մեղադրվում պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Քննության պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հ.Ան օժանդակել է Երևանի Աբովյան, Արամին, Ալբանտյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ձեռք բերող եւ կառուցապատող հանդիսացող ընկերության տնօրեն ԱԿ-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով թվով 12 սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 666 միլիոն դրամի անշարժ գույք եւ դրամական միջոցներ հափշտակելուն, նաեւ իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր։ Նախաքննության ընթացքում Հյուսիսային պողոտայի բնակիչներին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի $200,000 համարժեք դրամ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման գործով կայացվել է հերթական վճիռը։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների եւ ծախսերի ծրագրավորման եւ մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանցվի ավելի քան 79 միլիոն դրամ։ Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ Ըստ մեղադրանքի նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում եւ լրտեսել։ Նա ունեցել է սարխանմականունը եւ 2020-ից 23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի տարածքում տիրող սոցիալ-տնտեսական բնակչության տրամադրությունների ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ։ Արմավիր ՔՀԿ-ի դատապարտյալի համար բերված հանձնունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ։ Դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնունքում արկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31.8 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին եւ ափիոն տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Կինը ձերբակալվել է։ Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք զինամթեր քաղաքացի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել եւ հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակիցը եւ հետը բերած զենք զինամթերքը թողել է Արմավիրի աղբանոցում։ Համայնքային ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 3 փամշտատուփ, երկփողանի որսորդական 2 հրացան, 1 փողանի որսորդական հրացան, երկփողանի կարճեցված փողով եւ կարճեցված խզակոթով որսորդական հրացան, կրակելու համար նախատեսված 37 խողովակ, 6 նռնակ, նռնակի 7 պայթուցիչ, 12 ճայթիչ, դետոնատորի պայթուցիչ, ականի 5 մարտագլխիկ, 3 ական, տարբեր դրամաչափի 300 փամփուշտ եւ այլ զինամթերք։
Անդրադառնանք այլ թեմաների 2025 թվականից ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության հերթական խստացումները։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի կարծիքով նոր խստացումները բավականին շեշտակի են, որոշ դեպքերում անարդար եւ անգամ ԵԱՏՄ համաձայնագրին հակասող։ Եվ այսպես ինչ է սպասվում հայ միգրանտներին հաջորդ տարի։ 2025 թվականի հունվարի 1-ից նախ փոխվում է Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ռեժիմը, առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների, այդ թվում մեր քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ռեժիմը։ Եթե մինչև օրենքի ուժի մեջ մտնելը առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները կարող էին տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր առանց աշխատանքային պայմանագրի, կացության կարգավիճակի գտնվել Ռուսաստանի Դաշնությունում, ապա այդ ժամկետը 2 անգամ կրճատվում է եւ հունվարի 1-ից կարողանալու են գտնվել 90 օր 365 օրվա մեջ։ Սա բնականաբար կառնչվի նաև այն գործունեությանը եւ այն մարդկանց, որոնք մշտապես չեն բնակվում Ռուսաստանում, բայց աշխատանքի բերումով հաճախ են այցելում Ռուսաստանի Դաշնություն։ Օրինակ բեռնափոխադրողները դա անշուշտ կզգան։ Նրանց վրա հատկապես այս ժամկետի փոփոխությունը շատ էականորեն կանդրադառնա։ Եվ եթե նույնիսկ իրենք Ռուսաստանի Դաշնությունը տարվա ընթացքում իրենց գնալ գալու ժամանակ 90 օրը գերազանցեն, ապա ՌԴ-ի սահմանը հատելուց հետո մուտքի արգելք կտարածվի իրենց վրա, առնվազն 3, եթե մի քիչ ավելի երկար լինի ժամկետը, 5 տարի ժամկետով մուտքի արգելք կունենան իրենք։ Հայաստանից Ռուսաստան մեկնողները հիմնականում աշխատանքային միգրանտներն են։ Նրանց հոսքը դեպի Ռուսաստան վերջին տարիներին զգալիորեն նվազել է։ Դա ոչ միայն միգրացիոն ռեժիմի շարունակական, ինչպես Հայաստանի կենտրոնական բանկի, այնպես էլ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալները նույնն են հաստատում։ Նվազումը շարունակվում է։ Սա մեծապես պայմանավորված է նաև ռուբլու արժեզրկմամբ։ Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից հետո, ինչը դրել Հայաստանում գոյություն ունեցող աշխատավարձերի հետ։ Փոփոխություններ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության մեջ էլի կան, բայց հատկապես արժանի է հիշատակման այն, որ հաջորդ տարվանից միգրանտներից կպահանջվի ստորագրել այսպես կոչված հավատարմության համաձայնագիր, որում նրանք պետք է խոստանան հարգել Ռուսաստանի օրենքներն ու ավանդույթները եւ համաձայն լինել Ռուսաստանի իշխանությունների տեսակետների հետ։ Կառավարության հակամիգրացիոն նշում, սա եւս մարդու իրավունքները ոտնահարող նախաձեռնություն է, գնահատում են մասնագետները։ Անդրադառնանք միջազգային լրահոսին Լիբանանի առողջապահության նախարարությունն է հայտնում, որ այսօրվա առավոտյան Բեյրութի կենտրոնական շենքի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորներինը 63-ի։ Փրկարարները դեռ շարունակում են փլատակներից մարդկանց դուրս բերել։ Իսրայելական ավիահարվածի թիրախում 8 հարկանի շենք է եղել։ Պայթյունները ցնցել են մայրաքաղաքը առավոտյան ժամը 4-ի սահմաններում։ Անվտանգության ոլորտի աղբյուրները հայտնում են, որ առնվազն 4 ռումբ է արձակվել։ Իսրայելական բանակը շրջանի բնակիչներին չէր զգուշացրել պատրաստվող հարվածի մասին։ Հարձակման են ենթարկվել նաև մայրաքաղաքի արվարձանները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախում են եղել Հեզբոլլահի օբյեկտները, նպատակը խմբավորման օպերատիվ շտաբի պետ Մոհամեդ Հեյդարին սպանելն էր։ Դեռևս չի հաղորդվում նա մահացել է, թե ողջ է մնացել։ Լիվանը գիտական սկանդալ Մոսկվայի եւ Իրանի միջև պաշտոնական Թեհրանը բողոք է ներկայացրել Մոսկվային Ռուսաստանի Կազան քաղաքում 2 իրանցի ուսանողներին բռնությամբ ձերբակալելու կապակցությամբ։ Նրանք ձերբակալվել են ուրբաթ Կազանի դաշնային համալսարանում ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո։ Ուսանողները Իրանի հյուպատոսության միջամտությամբ ավելի ուշ ազատ են արձակվել։ Գլխավոր հյուպատոսը համալսարանի իրանցի մյուս ուսանողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել ոստիկանների անմարդկային պահվածքը։ Իրանի կառավարությունն էլ Ռուսաստանի ԱԳՆ-ին հղած բողոքի նոտայում բացատրություն է պահանջել տեղի ունեցածի կապակցությամբ։ Կազանի ոստիկանության հաղորդագրության համաձայն ոստիկաններն ընդամենը միջամտել են ուսանողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին ձերբակալելով նրանց։ Միջազգային մյուս նորություններն էլ առաջարկում ենք դիտել տեսաշարով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։ Նա մասնավորապես անդրադարձել է փորձարկված օրեշնիկ հրթիռի հաջողություններին եւ հետագա հնարավորություններին։ Ձեռք բերված արդյունքները եւ օրեշնիկ հրթիռների զարգացման արագությունը հպարտություն եւ հիացմունք են առաջացնում։ Համակարգերի պաշար կա եւ Ռուսաստանը կշարունակի փորձարկել այս համալիրը։ Օրեշնիկի ստեղծողներն ու նախագծողները կներկայացվեն պետական մրցանակների, ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Ռուսական հրթիռի արձակումը հետ պահող ազդեցություն չի ունենա Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար։ Մենք չենք պատրաստվում սահմանափակվել այս հարցում, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, ընդգծել է Ժան-Պյերը լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը, չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը կանխատեսել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ քննարկման հիմնական թեման կլինի Ուկրաինան։ Այս մասին Բորելը հայտնել է իսպանական ռադիոկայաններից մեկի եթերում։ Բորելը նշել է, որ վերջերս Ուկրաինայում հանդիպել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ եւ քննարկել այս հնարավորությունները։ Զելենսկու համար պարզ է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից կազմված որոշումը մի բան է, որը նա չի ընդունի եւ դա հասկանալի է, ասել է Բորելը հավելել է, որ Եվրամիության պաշտպանության նախարարների վերջին հանդիպման ժամանակ չնայած ոչ միաձայն, բայց մեծամասնությունը հանդես է եկել Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու օգտին։ Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդերի արձակումից հետո Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ասել է, որ իրենք կկատարեն դատարանի որոշումը։ Մենք միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամներից ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը եւ ենթարկվելու ենք միջազգային դատարանների բոլոր կանոնակարգերին եւ որոշումներին։ Մամուլի ասուլիսում նշել է Ջաստին Տրյուդոնը, իսկ Նեթանյահուն ասել է, որ որոշումը պայմանավորված է հակահրեականատելությամբ։ ՄԱԿ-ի 4 իտալացի խաղաղապահ վիրավորվել է Լիբանանի հարավում իրենց դիրքի ուղղությամբ մարտական արկերն ընկնելու հետևանքով, հայտնել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։ Մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ռազմակայանի վրա Լիբանանում։ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հակամարտության կողմերին կոչ են արել խուսափել իրենց դիրքերի մոտ մարտական գործողություններից եւ հիշեցրել, որ ՄԱԿ-ի տարածքների եւ անձնակազմի անձեռնամխելիությունը պետք է մշտապես պահպանվի։ Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոր խորհրդարանի առաջին նիստից, այսինքն նոյեմբերի 25-ից հետո 45 օրվա ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Վրաստանի վերջին նախագահը, որն ընտրվել է ուղիղ քվեարկությամբ։ Հաջորդ նախագահին ընտրելու է ընտրիչների կոլեգիան։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայացան այս տարվա հոկտեմբերի 26-ին։ Իշխող վրացական երազան կուսակցությունը հաղթեց ձայների 53.93%-ով։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Անդրադառնանք այլ թեմաների Նորք Մարաշ բժշկական կենտրոնը տոնում է իր 30-ամյակը։ Կենտրոնը հոբելյանական օրվան նվիրված գիտաժողով է անցկացրել, որին մասնակցել են 500 մասնագետներ թե Հայաստանից, թե արտերկրից։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են սիրտ-անոթային հիվանդությամբ բուժառուների վարմանը նվիրված վերջին ուղեցուցային մոտեցումները, քննարկվել հաջորդված բարդ կլինիկական դեպքերը։ Օրվա ավարտին Սպենդարյանի անվան օպերա և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առողջապահության ոլորտում իրենց ներդրումն ունեցած մասնագետները Երևանի քաղաքապետի և կենտրոնի տնօրինության կողմից արժանացել են պարգևների։ Տուժածին պարկեցնել կոշտ և հարթ տեղում, ծնկել նրա կողքին, կատարել 30 սեղմում 23 վայրկյանի ընթացքում, 2 ներփչում, յուրաքանչյուրը 1 վայրկյան տևողությամբ։ Այդ գործողությունները կատարել այնքան ժամանակ, մինչև տուժածը կամ սկսի ինքնուրույն շնչել, կամ ձեզ փոխարինի մասնագետը։ Սրանք այն գործողություններն են, որոնք անհրաժեշտ է կատարել սիրտ-հոգային վերակենդանացման համար, երբ տուժածն ունի սրտի կանգ։ Այս պրակտիկ գիտելիքների փոխանցման ուղեկցությամբ էլ Երևանում տեղի ունեցավ Նորք Մարաշ բժշկական կենտրոնի 30-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին ավելի քան 500 սրտաբաններ, մանկական սրտաբաններ, սրտաբան առիթմոլոգներ, սիրտանոթային վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ եւ ինտենսիվ թերապիայի մասնագետներ, թերապևտներ եւ այլ մասնագետներ թե Հայաստանից, թե արտերկրից։ Նորք Մարաշի դերակատարությունը սրտի բնածան արատներով ծնված մանուկների բարձր պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերելու հարցում, քանի որ չկա առավել կարևոր բան մեր երկրի համար, քան առողջ սերունդ ունենալը։ Կուզեի ասել, որ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը լիովին ապահովում է սրտաբանական ուղղվածությամբ պացիենտների ախտորոշիչ գործողությունների և բուժական միջամտությունների գրեթե ողջ ծալը։ Տարիներ առաջ 1993 թվականին, երբ Ալբերտ Սթարի անվան ակադեմիական կենտրոնի առաջատար սրտի վիրաբույժ Հրայր Հովագիմյանի գլխավորությամբ եւ հայո-ամերիկացի բժիշկների միասնական ջանքերի շնորհիվ հիմնադրվեց Նորք Մարաշ բժշկական կենտրոնը, բժիշկների փոքրիկ թիմն անցավ գործի ու սկսեց փրկել հազարավոր մարդկանց կյանքեր։ Արա Բաբլոյանը հիշում է, թե ինչպես առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու ժամանակ բժիշկ Հրայր Հովագիմյանը հանդիպել էր իրեն եւ քննարկել սրտաբանական կենտրոն բացելու հարցը։ Եկավ ասեց, նախարար, եթե դու ինձ չտեղափոխես Երևանի, ես այս երկիրը կլքեմ։ Իրարից բաժանվեցինք առավոտյան ժամը 4-ին եւ առաջի դասը նոր ժամանակակից սրտաբանության զարգացման ես ստացա այդ 12 ժամվա ընթացքում։ Սկզբնական շրջանում խնդիրներն ու դժվարությունները շատ էին, բայց դա անհրաժեշտ էր մարդկանց կյանքեր փրկելու համար։ Մասնագիտական այդ թիմին ոչ մի խոչընդոտ չշեղեց իր ուղուց, եւ ահա այսօր բժշկական կենտրոնն իրականացնում է բացառիկ վիրահատություններ ու արձանագրում նոր հաջողություններ։ Սրտի աորտալ փականի օրինակ կաթետերիզացիոն ճանապարհով փոխարինումը, որը առաջի անգամ կատարեցինք Հայաստանում, արհեստական սիրտը, որը կատարեցինք առաջի անգամ Հայաստանում, տարեկան իրականացում են մոտ 600 վիրահատություն, բաց վիրահատություն, մոտ 350 մանկական սրտային միջամտություններ եւ իսկ ինվազիվ սրտաբանության մեջ տարեկան հասնում է մինչեւ 6000 պացիենտի։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը կարողացավ իր ամբողջ ներուժով փոքրաթիվ, բայց շատ մեծ տեսակարարքով մեր երկրի ամբողջ առողջապահական համակարգում հաղորդել նոր որակ պրոտոկոլային բժշկության ամբողջական եւ շատ սկզբունքային մոտեցումներ։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին սիրտանոթային հիվանդությամբ բուժառուների վարմանը նվիրված վերջին ուղեցուցային մոտեցումները, նաև քննարկվեցին հաջողված բարդ կլինիկական դեպքեր Հայաստանի առաջատար մասնագետների կողմից։ Այս գիտաժողովը կնպաստի բուժման գործընթացի մեջ ընդգրկված մասնագետների որակավորմանն ու գիտելիքների ամրապնդմանը։ Օգտագործել ենք մեր գոլեգաների, արտասահմանյան գործընկերների, գիտնականների ձեռքբերումները, դա վերաբերում է ինչպես կոնսերվատիվ բուժմանը, դեորայքային բուժմանը, այնպես էլ տարբեր միջամտություններին, վիրաբուժական, ինվազիվ միջամտություններին։ Բավական մեծ ձեռքբերումներ ունենք։ Չնայած որ վերջին տարիներին մեծ հաջողություններ են գրանցվում այս ոլորտում, բայց միևնույն է մահացության ցուցանիշով սիրտանոթային հիվանդությունները Հայաստանում առաջին տեղում են։ Հետևաբար ոլորտի զարգացումն առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է։ Ուզում եմ առանձնակի նշել հայ սրտաբանների նորանոր նվաճումները սրտաբանության բնագավառում, որոնց շնորհիվ այսօր աճում այլ երկրներից Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնների դիմաց քաղաքացիների թիվը։ Տարիների ընթացքում վիրահատվել են մոտավորապես 19000 հիվանդներ, որոնցից 5000-ը երեխաներ եւ նորածիններ։ Սա կարծեմ այն արդյունքն է, որը կարող խոսի գործի մասին։
Գիտաժողովին հաջորդեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոբելյանական հանդիսավոր երեկոն, որի ընթացքում ցուցադրվեց կենտրոնի 30-ամյակին նվիրված ֆիլմ։ Այսօր մենք նշում ենք Նոր Մարաշ բժշկական կենտրոնի 30-ամյակը։ Հաստատություն, որն արդեն 3 տասնամյակ մեր քաղաքին եւ ողջ երկրին պատուցում է բարձրակարգ բժշկական ծառայություններ։ Այն եղել է եւ մնում է կարևորագույն կենտրոններից մեկը, որը թե իր մասնագիտական նորարարություններով, թե մարդկային հոգատարությամբ մեծ ավանդ ունի մեր հասարակության առողջության պահպանման գործում։ Առողջապահության ոլորտում իրենց ներդրումն ունեցած մասնագետները Երևանի քաղաքապետի եւ կենտրոնի տնօրինության կողմից արժանացան պարգևների։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Կայացել է UEFA-ի ազգերի լիգայի փլեյօֆի վիճակահանությունը, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը B դիվիզիոնի ուղեգրի համար երկխաղյա դիմակայություն կանցկացնի Վրաստանի թիմի հետ։ Երևանի մարզահամերգային համալիրում էլ ավարտվել է ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը, վերջին արդյունքում Հայաստանը նվաճել է 14 մեդալ։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը UEFA-ի ազգերի լիգայի խաղարկության փլեյօֆում կմրցի Վրաստանի թիմի դեմ։ Հարավկովկասյան երկրների հավաքականները կվիճարկեն B դիվիզիոնի ուղեգրերից մեկը։ Առաջին հանդիպումը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը 3 օր անց Վրաստանում։ C դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի ազգային հավաքականը 7 միավորով գրավել էր 2-րդ տեղը։ Վրաստանը B դիվիզիոնի առաջին խմբում 7 միավորով 3-րդն էր։ Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի Սլովանի կազմում գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնախաղում։ 31-ամյա ֆուտբոլիստի գոլը Կոշիցեի դեմ խաղում գործող չեմպիոնի համար 1 միավոր է կորզել։ Խաղը ավարտվել է 1-1 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի եւ 5 ասիստի հեղինակ։ Սլովանը 35 միավորով առաջատարն է, Կոշիցեն 18 միավորով 5-րդը։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունը։ Վերջին մրցումային օրը Հայաստանը եւս 2 մեդալ է նվաճել։ Բրոնզե մեդալակիր են դարձել հունարոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանը եւ ազատ ոճային Մուշեղ Մկրտչյանը։ Հունարոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներով թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն էլ մեկական ոսկե եւ արծաթե 3 բրոնզե մեդալներով 6-րդ թիմային պայքարում։ Կանանց պայքարում Էլեն Բաբաջանյանը դարձել էր փոխչեմպիոն։ Այս քաշային կարգում մրցումը անցկացվել է շրջանաձև համակարգով։ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 24-ին 2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում 3-րդ խաղը կանցկացնի մարզահամերգային համալիրում ընդունելով Ավստրիայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Գյորգի Ղազանչյանը նախախաղային ասուլիսին նշել է. Ավստրիան ունի ուժեղ կազմ եւ ավելի երկար պահեստայինների նստարան, ինչը դժվարացնում է մեր առաջադրանքը, սակայն մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել։ Պետք է կենտրոնանանք մեր թիմի պաշտպանության վրա, իսկ երկրպագուների աջակցությունը անփոխարինելի դեր կխաղա հաղթանակի հասնելու համար։ Հայաստանի հավաքականը փետրվարի 22-ին նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում Վիեննայում 91-106 հաշվով պարտվել էր Ավստրիային, իսկ 3 օր անց մարզահամերգային համալիրում 84-79 հաշվով առավելության հասել Ալբանիայի նկատմամբ։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան է ժամի համար, վերջում կարող եք ծանոթանալ նաև եղանակի տեսությանը։ Ցտեսություն։